Պարոն Սիմոնյան, հիմա Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ կապված շատ անորոշ իրավիճակում է, չգիտի մնա ԵԱՏՄ-ում, դուրս գա, անդադ ձգձգում է։ Ինչն է պատճառը, ընտրությունների ավարտին եք սպասում, որ հետո ընտրվեք կամ չընտրվեք, այլևս կարիք չի լինելու որոշումների, ինչին եք սպասում, ինչն է հապաղման պատճառը։ Դուք արտաքին գործերի նախարարն եք։ Չէ, ես արտաքին չեմ։ ասես, որ Հայաստանը անորոշ վիճակում է, տենց է, Հայաստանը անորոշ Դե վիճակում է։ անդադ ձեզ Հիմա ասում նախապես ասում ես, որ չէ, Հայաստանը լավ է, որոշված վիճակում է, Եվ որն է որոշված։ որը, պարոն Սիմոնյան։ Մենք լիակատար անդամ ենք ԵԱՏՄ-ի իրանից բխող իրավունքներով եւ պարտականություններով եւ որևիցե նման խոսակցություն մեր օրակարգում այսօր գոյություն չունի։ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են։ Եթե անորոշ չի, պարոն Սիմոնյան, տեսեք, ԵԱՏՄ-ի նիստն է տեղ ունենալու եւ բոլոր երկրների ղեկավարների առջեւ բերվելու է հարցը դրվի։ Ինչ է հարցները։ Պուտինն ասաց, այդ հարցը Հայաստանի հետ կապված։ Անձամբ Քոչարյանին ասել այդ բանը, թե Ոչ, անձամբ չի հայտարարել է, պարոն։ Ասել է ես տենց հարց եմ օրակարգ մտցնելու։ Չէ, մտցնել չի, ասել են այդ հարցը եւս քննարկվելու է, պարոն Սիմոնյան։ Դուք ձեր խնդրումը կայանում է նրանում, որ դուք փորձում եք ձեր մեկնաբանությունը որպես իրականություն ներկայացնել եւ ես դրան պատասխանեմ։ Ես ձեր պատկերացումը չեմ կիսում, որովհետեւ դուք ժամանակին շատ բաներ եք ասում, դուք ասելով չէ, Ռուսաստանի նախագահի ասածը, Ռուսաստանի նախագահի ասածը եւ շատ տարբեր քաղաքական գործիչների, շատ տարբեր երկրների ղեկավարների տարբեր ասածներ, դուք եք մեջբերել, ես մեկնաբանել եմ, բայց իրականությունը այլ է եղել։ Ուստի մենք օրակարգում նման հարց չունենք։ Երբ որ օրակարգում նման հարց լինի, Հայաստանը կորոշի ոնց քվեարկի։ Բայց եթե Հայաստանը չքվեարկի, ինչ է լինելու այդ դեպքում մտածել եք։ Այսինքն երբ որ ասում եք, չէ, իմ հարցին պատասխանեք։ Կառույց է, որտեղ որ որոշումները ընդունվում են կոնսենսուսով։ Ենթադրենք, դուք ճիշտ եք պատկերացնում, ճիշտ եք հասկացել, Պուտինն էլ զանգել է, ասել է կամ հայտարարություն արել, ասել է, սենց հարց կա։ Ենթադրենք, որ Հայաստանը չքվեարկի, ինչ է լինելու այդ դեպքում։ Մենք չունենք տես նպատակ այսօր եւ կարծում եմ, որ դա էմոցիոնալ խոսակցություն է, որը որ հասկանալի է այս իրավիճակում, լարված իրավիճակում, բայց այսինքն դուք ընթացակարգն եք ասում, պարոն Սիմոնյան, տեսեք, ՀԱՊԿ-ի ընթացակարգով սառեցնել չկա։ Հնարավոր չի, որ ԵԱՏՄ-ի օրինակ ղեկավարներն էլ Հայաստանի անդամակցությունն է սառեցնել։ Ընթացակարգով չկա։ Դուք ԵԱՏՄ-ի փաստաբանությունը ձեր վրա մի վերցեք։ վերցեք։ Պարոն Սիմոնյան, ես տարբերակներն եմ ասում, Դուք տարբերակները մի վերցեք, բայց եթե ԵԱՏՄ-ն որոշի ԵԱՏՄ-ի գործունեությունը Հայաստանին հանելու պատճառով պարալիզացնել, դա իմ համար կարծում Հայաստանի անդամակցությունն է սառեցնել, ոչ թե պարալիզացնել ընդհանուր աշխարհում։ Բայց եթե մենք գնանք, այսինքն գնալու ենք դուրը չեն բացելու, հա, հերոստացույցը ասած Լուկաշենկոյի ասած հերոստացույց չեն ունենալու նրանցն։ Տեսեք, այս ամեն ինչից մի կողմ հերիքա զբաղվեք նույն նարատիվները շրջանառության մեջ դնել։ Ինչի՞ է պետք, որ դուք հայաստանյան օրակարգը դուրս թողած Ռուսաստանի Դաշնության նախագահն մի բան ասում կամ ինչ-որ մի այլ երկրի մեկը բան ասում, դուք վերցնում եք դա դնում եք հայաստանյան իրականության նարատիվ եք սարքում, սկսում եք սպասարկել այդ օրակարգը, ինչի համար եք դա անում։ Ինչի համար է դա պետք անել։ Ձեզ են դիմում, պարոն Սիմոնյան։ Լսեք, մենք դիմում են, մենք իրանց պատասխանել ենք։ Մենք ձեզ հարցում ենք, դուք պատասխանում եք դրան եւ այդ օրակարգը դուք սկսում եք շրջանառել։ Ես չեմ շրջանառում, դուք եք վարչապետը երեք ձեզ պատասխանել, բայց ինչի եք հիմա իզնից դա նույն բանը։ Նորմալ է, օրինակ, երբ որ ասում եք, մենք ձեզ հետ ենք այնքան ժամանակ, մինչև դուք մեզ պետք չլինեք, մենք կորոշենք։ Նման բանն է ստացվում այդ խոսքից։ Տեսեք, ասում ենք, մենք այնքան ժամանակ ենք այնտեղ, բախի են խառնվել տենց իրար, մենք իրանց պետք չենք, տենց մենք իրանց պետք չենք, որտեղ նստում են Ռուսաստանում ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում։ Հայաստանը ընդհանրապես երկիր չէր լինի, եթե Ռուսաստանը չլներ։ Մենք որ չլինենք կուդա вы денетесь, բայց եթե այդքան պետք չենք։ Հիմա ինչ ենք քննարկում։ Պետք չենք։ Պետք չենք։ Բայց ոնց ստացվա որ պետք չենք։ Այդ մենք իրանց պետք չենք, հա։ Լսեք, մի սարքեք բաժակի մեջ փոթորիկ։ Ասել է իր, սա քաղաքականություն է, ինք իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը կասենք, կգնանք, կնստենք, կքննարկենք, կխոսենք, մի հատ բան իրանք կառաջարկեն, մի բան մենք կառաջարկենք, դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն եւ ապահարձ։ Այսինքն ապահարձանը չեն գնում, ֆիքսենք։ Մենք դες նպատակ չունենք, ալիմենտ ուզելու նպատակ չունենք, երեխեքին կիսելու նպատակ այս պահին չունենք, հա, ու նման խոսակցություններին դեմ ենք։